Տեր Աստված հետաքրքիր է, որ դու տարել ես նույն տեղը, որտեղից որ սկսել ենք մենք։ Ու սա մի հատ նոր մի բան է մեր ընտանիքի համար։ Առաջի անգամ մենք 4-ով ճամփորդում ենք ու առաջի անգամ այդ ճամփորդությունը ոչ թե հանգիստ է, ոչ թե ինչ-որ մի բան է, այլ միսիոնարական ծառայություն է, հա, հոգևոր ծառայություն է, ու էսի մեծ պատիվ է։ Դրա համար շնորհակալություն եմ հայտնում մեր շատ սիրելի Հովին, Հովի Բաշաջյան, Տանյա Քուրջյան, այս Օշնյան, հատուկ մարդիկ են, մարդիկ ում հետ մենք ճանապարհ ենք անցել, ում աղջիկա հետ ենք ճանապարհ անցել, այն լավ օրերի ժամանակ, COVID-ի ժամանակ ես թերը մեր համար շատ հարազատ մարդ դառավ տան անդամ։ Հենց որ շատ ուրախ ենք, Կարինկայի համար եմ շատ ուրախ, իր հետ ենք երկար ճանապարհ անցել միսիոներական եւ շատ շատերի միգուցե անվանական չասեմ, բայց որոշների հետ Աստված թույլ է տվել ծառայել ու պատիվ է հիմա նորից կանգնում են ձեր առաջ եւ կիսվել են խոսքով, որ Աստված սրտից դրել է։ Իրականում ինչքան այս խոսքի նայում էի, այնքան իրանով հիանում էի, ու ես ամեն անգամ պատգամ պատրաստելուց հաճույք եմ ստանում, որովհետև մի բան Տերը սրտիդ ասում է, մի բան դու պատրաստում ես ու հետո ինչքան գնում ես, խորանում ես, մեկ այդպես Տերը լռում ուրիշ տեղ է տանում ու հայտնություններ ու դու շատ ժամանակ գրում եմ, բայց ուղղակի մենակ ընտրում եմ դեպի ինչը պետք է խոսամ, որտեղ չի ժամանակ երիքացնի։ Բայց այս խոսքը ավելի շատ սրտիս մեջ ծագեց, երբ որ մի շաբաթ առաջ Մարգարիտում, երկու շաբաթ առաջ աղոթք ենք անում ու Տերը խոսած օծման յուղի մասին, օծելու մասին։ Գիտեք, անցած շաբաթ մենք բոլորս Պենտեկոստեն տոնեցինք, բայց Պենտեկոստեն ինքը չի վերջանում, ինքը նոր սկսում է։ Ինքը մի բան չէ, որ կատարվեց 2000 տարի առաջ եւ վերջ։ Ցավոք սրտի շատ հոգևորներ կամ եկեղեցիներ կան հարաբերություններ, որոնք մտածում են այդ օրվա համար է, այդ ժամանակվա տարի։ Բայց մենք այսօր հավատում ենք մեր բանի, որ դա այսօրվա համար է ու իմ ու քո կյանքի համար է։ Եվ Տերը օժտել ու օծել է մեզ դրա համար։ Գիտեք, երբ որ Հիսուս իր ծառայությունը սկսեց, մեկ նախադասությունով սկսեց ինքը։ Ղուկաս ավետարան 4:18-ում ասում է, Հիսուսը բացեց Եսայի մարգարեության գիրքը եւ ասեց. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար օծել է ինձ, նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու։ Գիտեք, ինձ այստեղ ամենաշատը նախաբանն է նաև հետաքրքրում, ասում է Տիրոջ հոգին ինձ վրա է եւ ինքը ինձ օծել է, ինքը նպատակ է դրել իմ կյանքի վրա, ինձ օծել է։ Եվ ո՞րն է այդ նպատակը։ Ու հետաքրքիրն ինչու՞մն է, որ ով Աստծո ծառա, ուզում եմ քեզ մի բան ասեմ, որ հավատա, որ Տերը քեզ ընտրել է, իր հոգին բնակվում է քո մեջ եւ ինքը քեզ օծել է։ Ելից 30-ի 22-ից 25-ում ասում է Եվան խոսեց Մովսեսի հետ ասելով. «Առ քեզ մոտ գլխավոր համեմները զուտ, զմուս 500 սիկղ եւ նրա կեսի չափ, այսինքն 250 սիկղ անուշահոտ կիմոն, 250 սիկղ անուշահոտ խունգեղեգ եւ 500 սիկղ կասեի սրբարանի սիկղի համեմատ եւ մեկ հիմն ձեթի յուղ եւ սուրբ օծման յուղ շինես այն։ Յուղագործ արհեստով բաղադրված նա սուրբ օծման յուղ լինի»։ Ու մի քիչ շարունակությունից է կարդամ ու անցնենք եւ Ահարոնը 30 համարից ասում է եւ Ահարոնին եւ նրա որդիներին օծես եւ սուրբ անես նրանց, որ ինձ համար քահանայություն անեն եւ Իսրայելի որդիների հետ խոսես ասելով. «Սա ձեզ համար սուրբ օծման յուղ պիտի լինի, ձեր ազգերի մեջ մարդի մարմնի վրա պիտի չթափվի նա եւ նրա բաղադրության պես նրա նմանը չշինես եւ սուրբ ձեզ համար սա սուրբ պիտի լինի, ով որ նրա նմանը շինի կամ ով որ նրա օտարականի վրա դնե իր ժողովրդից պիտի գործի»։ Ամեն։ Հետաքրքիր ինչու՞ Աստված Մովսեսին ընտրեց ու ասեց դու օծման յուղ պետք է պատրաստես եւ ասում է շատ մանրակրկիտ թե ինչպես անես եւ ասում է սա օգտագործել ես միայն սրբարանի համար։ Գիտեք, օծման յուղը միայն օծեց Մովսեսը քահանային, Ահարոնին եւ իր սերունդներին, ուրիշ ոչ մեկին իրավունք չուներ անգամ
Աստված ասում ենք կկորչի, կպատժվի, անեց կգա իր կյանքում, այն մարդը, որ իր կյանքում դա ուզենա իր համար անի եւ օգտագործի եւ սրբարանի անոթների համար։ Մենք այսօր հետաքրքիր էր, հա, նաեւ որպես ակտ օծման յուղով արեցին փոքր Էրիկի ճիշտ է նշում, բայց սա մեծ պատիվ է, որ Աստված տվել է, որ մենք այսօր կարողանում ենք օգտվել։ Բայց որն էր այդ օծման յուղը եւ ինչպես էր այդ կառուցվում։ Ես ավելի շատ ուզում եմ գնալ դրա վրա նայենք ավելի շատ։ Գիտեք, առաջի բաղադրիչը կարևոր մասը դա ձիթապտուղն էր։ Ինքը հեշտ չէր ստացվում։ Ելից 27-20-ում ասում է եւ դու պատվիրիր Իսրայելի որդիներին, որ քեզ համար մաքուր ծեծված ձիթապտղի յուղ բերել լույսի համար, որ միշտ ճրագը վառվի։ Իրականում ինքը 3 փուլ էր անցնում ձիթապտուղը, որպեսզի այդ յուղը ստանան։ Առաջինը դե խաղում էին, բայց ինչ էր անում, խաղողը իրան խաղում էին հատուկ մաքուր։ Դա սրբարանի ձիթապտուղի մասին է։ Հատուկ ձիթապտուղները մաքուր, որոնք գործնած չէին, փչացած չէին, կեղտոտված չէին, մաքրում էին ու իրանք հատուկ մենակ ու դրանք չէին կարա թափ տալ, չէին կարա ես իմ քայթով ինչ-որ, դրանք խաղում էին, հավաքում էին։ Գիտես, Աստված ուզում եմ ասեմ, քեզ ընտրել է հատուկ։ Դու անթերի չես, բայց Տերը երբ որ քեզ նայում է, տեսնում է քեզ կատարյալ։ Միգուցե մարդիկ շատ են անցել քո կողքով ու ասել են դու ոչ մի բանի պետք չես, կարիքը քո չկա, քեզանից ոչինչ դուրս չի գա, չգիտեմ, ինչին ես պետք ընդհանրապես մարդկությանը։ Ես շատ մարդկանց եմ ճանաչում, որ շատ մերժված են այդ հարցում։ Ես մի եղբայր ունեմ, որին մեր ազգի մեջ շատ էին ասում են, քեզանից բան դուրս չի գա, ինչին կպնում ես չորանում է։ Ու ինքը գիտեք հավատում էր, ընդունել էր այդ ամենը իր կյանքի, որ ինքը անիծված է, ինչին կպնում է չորանում է։ Բայց ուզում եմ ասեմ, որ դու սրբարանի անոթ ես, եւ Տերը քեզ հատուկ ընտրել է, քեզ հատուկ խաղել է, թույլ չի տվել, որ քեզ մեկը վնասի ու Տերը քեզ պահում է։ Ու ձիթապտուղի յուղը, երբ որ այդ ձիթապտուղը իրանք խաղում էին, առանց խփելու ինչ էին անում, իրան դնում էին մի քարի ամանի մեջ, որ հետո փայտով ծեծեն եւ ծեծում էին այնպես զգուշությամբ, որ իր կորիզը չվնասվեր։ Որպեսզի իմ ու քո կյանքում Աստծո ընտրվելուց հետո սկսի յուղը դուրս գալ, Տերը սկսում է մեզ ծեծել։ Լավ իմաստով ծեծել։ Գիտեք, այնքան է ծեծելու, որ քո միջից քո յուղը սկսի դուրս գալ, բայց քո կորիզին վնաս չի ունի։ Ասում եմ, որովհետև երբ որ կորիզը ջարդվում էր, դառնության համ էր տալիս այդ յուղին։ Տերը քո կյանքում վերում է հալածան, դժվարություն։ Գիտեք, օծության համար գին է պետք վճարել։ Օծությունը ինքը առանց արժեքի չի լինում, առանց վճարելու չի լինում։ Մենք շատերս ուզում ենք ամեն ինչ անել։ Մի անգամ մոտենում է ինչ-որ մեկը, ինչքան գիտեմ, բանին ասում, կամ Rick Joyner-ին ասում, թե ում ասում, հենց հայտնի գրողներից մեկին սենց ասեմ, հոգևոր ասում է կլինի աղոթեք իմ համար, որ ես ստանամ այդ պարգևը մի անգամից նստեմ սկսեմ գրքեր գրել, ասում եմ գիտես ես ինչքան եմ դրա համար տանջվել տարիներ, այդքան հեշտ չի ու չեմ էլ պատրաստվում կեզի, այդքան հեշտ է։ Իրականում մենք մտածում ենք շատ հեշտ է հասնել այն ամենին, որ մենք ունենք, որ նայում ենք դիմացինին, Աստծո ծառաներին, գեներալներին, բայց մեր հովիվներին, բայց իրենք գին են վճարել։ Ու այսօր ժամանակն է իմ ու քո գին վճարելու։ Գիտեք, շատերը ճանաչում են, հա, մեր հովին սիրելի Ռաֆի եղբորը։ Իրան շատերը ճանաչում են որպես օծության մարդ։ Եվ երբ որ նայում է իր կյանքին, տեսնում է, որ իր կյանքը շատ ծեծված էր։ Բայց այն կարգին միջև, որ չէր ասել այդ միջուկին, որ իր անուշավորությունը դուրս էր գալիս։ Եթե ուզում ես Տերը քեզ գործատի սիրելիս մի նեղվի են փորձություններից, որ դու անցնում ես, այն դժվարություններից, որ անցնում ես, որովհետև այդ ամենը քեզ օրհնություն է բերելու հետագայում։ Ինքը մաքուր է կոչվում։ Գիտեք, այստեղ ասում եմ սրբարանի համար, հա, որը նաև օգտագործում էին հետագայում սրբության սրբոցում, երբ որ ճրագակալը դրված էր, այդ յուղն էին օգտագործում Տիրոջ առաջ վառ մնալու համար։ Օգտագործում էին հենց այդ ասում եմ մաքուր շեշտումը, մաքուր ծեծած յուղը։ Ոչ թե սովորական,
այլ հենց մաքուր, որպեսզի Տերը քեզանից մաքուրը ստանա, պետք է ինքը քեզ ծեծի։ Ժամանակ առ ժամանակ լինում է, որ ես երեկ ասեցի, որ Տեր ասում եմ, քննիր իմ սիրտը, օգնիր ինձ, որ ես մաքրվեմ, ես ուզում եմ մաքուր լինեմ, ես ուզում եմ սուրբ լինեմ, ես չեմ կարող սենց այլևս ապրել։ Ու երբ որ դու թույլ ես տալիս Տերը քեզ ծեծի, քեզ հենց սկսում է յուղ դուրս գալ։ Ու ասում եմ, երբ որ այդ ամենը մաքրում էին, այդ դուրս էր գալիս, լցում էին մի պարկի մեջ եւ այդ պարկը դնում էին քարերի ճնշման տակ։ Ու այդ քարերի ճնշման տակ սկսում էր ինքնահոսի արդեն զտած եւ մաքրած այդ յուղը դուրս գալ։ Հենց այդ վերջնական տարբերակն էր։ Քո կյանքում դժվարություններ կա։ Հայերի ասած չի ասում, կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Դու նայում ես կյանքը ծեծել է, սաղ քեզ ծեծել են, դժվարություններ ծեծել է, էսի ծեծել է, այն ծեծել է, այն ծեծել է, ու եկել ես եկեղեցի քեզ դնում են քարի պրեսի տակ մի հատ։ Տեր Աստված խի Մայրոկաշը հետաքրքիր բան ունի, ասում քո կյանքը այնքան բարդ էր, աղքատություն, դժվարություն, բաժանում, չգիտեմ, անտարբերություն, ամեն ինչ, ասում եմ, եւ եկար եկեղեցի, եւ քո կյանքում կատարվեց ամենավատ բանը, եւ դու եկար եկեղեցի, որովհետեւ ընդդեմ այդ ամենը քեզ ավելի դաժան են անում։ Բայց Տերը սկսում է քո կյանքը էտել։ Տերը քեզ քո կյանքը դնում է պրեսի տակ, որպեսզի քեզանից մաքուր յուղ դուրս գա։ Գիտեք, օծության յուղի համար պետք է հենց այդ մաքրությունը։ Հենց այդ առաջի դուրս եկած յուղը իրանք վերցնում են եւ օգտագործում են։ Առանց դրա անհնարին է։ Առանց դրա դու չես կարող առաջ գնաս։ Գիտեք, երբ որ Հիսուսը աղոթք արեց, վերջին աղոթքը որտեղ էր անում, արեց Գեթսեմանիում, որը կոչվում է նաև Ձիթենյաց սար, Ձիթահան, յուղի մամլիչ, Գաչ Շմանե, տենց էլ կոչվում էր այդ բառը։ Ինչ կար, այն ժամանակ ինչ-որ մի հատ Ձիթենյու մեծ այգիներ ա եղել ու այդ տարածքում, որտեղ Հիսուսը աղոթք էր անում, ինքը հայտնի էր այդ տարածքը, որ այդ յուղ ստանալու տեղն էր, այնտեղ մեծ քարեր կային, որտեղ այդ յուղը ծեծում են եւ ամեն ինչ անում են։ Ու հետաքրքիր ինչու՞մն էր, որ Հիսուսը ընտրեց հենց այդ վայրը, որպես իր վերջի աղոթքը անի։ Որտեղ հաղթությունը առանց Ձիթենյաց սարի չի լինում։ Հաղթությունը առանց ճմլելու չի լինում։ Հաղթությունը առանց քարի չի լինում։ Եվ Հիսուս իր կյանքի этаպում անգամ Ձիթենյաց սարում ասում է 3 անգամ գնաց, եկավ աղոթք անելու, շատերն ասում են դա նշան է, որ ինքը անցավ իր կյանքի ձեթի ճզման, ձեթի մշակման 3 փուլերը։ Փոկելը, տրորելը եւ հետո զտվելը։ Դու քո կյանքում այս 3-ը ապրում ես, որպեսզի քեզանից յուղ գա։ Մենք պետք է սովորենք այս ամենի միջով անցնել։ Եթե դու զգում ես, որ այս ամենի միջով անցնում ես, ուրախացի, որովհետև Տերը քեզ ընտրել է ուրեմն։ Ուրեմն Տերը հավանել է ու քեզանից ուզում է յուղ ստանալ, այն յուղը, որ օրհնություն է բերելու։ Գիտեք, նաև ասեմ, որ ինքը, ինչպես ասեցի, որ օգտագործում էին հենց օծման յուղ ստանալու, բայց նաև ինքը նաև լույս տալու համար էր։ Ու հիշում եք 10 կույսերը, որոնք չունեին յուղ, որպեսզի իրանց փեսային դիմավորեին։ Սիրելիս, եթե դու այսօր չանցնես այդ ամենի միջով, դու յուղ չես ունենա քո փեսային դիմավորելու։ Ես գիտեմ, մի քիչ սա մեր համար խիստ է, բայց ես ուզում եմ սրանով այսօր մեր մեջ փափակ ավելացնել։ Ասենք, ես ուզում եմ սիրել Տեր քո օծման յուղը։ Ես ուզում եմ սիրել օծությունը։ Գիտեք, օծությունից այնքան իրականում լուրջ եմ ասում, մեծ բան է, այնքան բան չկա։ Երբ որ Տերը Հիսուսը 2 բան շեշտ է տվել, Սուրբ Հոգին ինձ վրա է եւ ինքը ինձ օծել է։ Այդ օծությունը շատ կարեւոր է, շատ։ Երբ որ նայում ես Աստվածաշունչը, ասում է շատերը Հիսուսի նման կային, մարդիկ էին հավաքվում, մեծ ամբող եւ տարբեր բաներ էին անում, բայց իրենց կյանքում օծություն չկար։ Հետագայում աշակերտների կյանքը այնքան օծված էր, որ գերբնական բաներ էին անում եւ իրանք հատուկ տեղ էին տալիս օծության համար։ Հաջորդ բանը, որ օգտագործում էին, դա զմուրսն էր։ Զմուրսը ինքը նորից արդեն ծառի տերևից են, կեղևից էին ստանում, ավելի ճիշտ կեղևից կտրվածք էին անում, հետո խիժ էր դուրս գալիս, ու այդ խիժը չորացնում էին,
ու դրանից արդեն վերամշակելով այդ հեղուկից ստանում են չորացնելով զմուրս են ստանում։ Ու զմուրս ինքը դառնություն ուներ իր մեջ եւ բժշկող հատկություն ուներ եւ դառնություն ուներ եւ իրան շատ օգտագործում էին նաեւ բժշկության մեջ, օգտագործում էին խունկի մեջ եւ օգտագործում էին նաեւ մարմինը հերձելու ժամանակ, դիակին մշակելու համար։ Ու ինքը խորհրդանշում է նաեւ Հիսուսի կյանքը։ Եթե հիշում եք Հիսուսին երբ որ եկան մոգեր այցելեցին, զմուրս բերեցին, որ իր կյանքն է խորհրդաշում։ Ցույց է տալու այն կյանքը, որի միջով ինքը պետք է անցներ։ Այդ դժվար դառը կյանքը, բայց եւ մարմինը, որ իր զմրսվելու էր։ Գիտեք, մեր կյանքում մենք ունենում ենք շատ դժվարություններ եւ դառնություններ։ Եվ շատ ժամանակ մենք ուզում ենք ապրենք անհոգության մեջ եւ ապրենք առանց կարոտի։ Բայց Տերը ինադում մեր կյանքում շատ ժամանակ թույլ է տալիս, որ մենք իր սիրտը հասկանանք իր ժողովրդին։ Հիսուս ինքը մարդացավ, ինքը աստվածային կերպարանք հագավ, պատկեցեք Պողոս առաքյալը գրում ասում է հափշտակություն չհամարեց Աստված լինել եւ այդ ամենը թողեց ու մարդու մարմնի մեջ հագավ, որպեսզի մեր նման լինի։ Գիտեք, Տերը շատ ժամանակ ես դնում է իրավիճակների մեջ, որ ու սովորես ուրիշներին հասկանալ։ Ու նաեւ Քրիստոսն ասում է, ով որ իմ հետևից ուզում է գա, թող իր անձը ուրանա եւ իր խաչը վերցնի հետևից գա։ Մենք ամեն օր կարիք ունենք մահանալու, ամեն օր կարիք ունենք զմուրսի մեր կյանքում, ամեն օր կարիք ունենք վկայելու թշնամուն, որ մենք մահացած ենք։ Գիտեք, Աստծո խոսքն ասում է, ով որ ուզենա շահի իր անձը կկորցնի, բայց ով որ կորցնի իր անձը ավետարանի համար կշահի։ Այսօր ժամանակն է, որ մենք ավետարանի համար մեր անձը կորցնենք։ Այսօր ժամանակն է, որ մեռնենք, երբ որ դու սատանայի երազանքներ։ Գիտեք, ինքը լսել էր այդ խոսքերը, որ Աստված ասել է, որը որ ուտես ես, պտղից մահանալու ես։ Ու ինքը ամեն ինչ անում է, որ ինքը քեզ սպանի։ Բայց երբ որ դու ինքնակամ ես մահանում, ինքը հանելու բան չունի քո կյանքում։ Ինքը գալիս է քեզ տեսնում է մահացած։ Եվ այդտեղ քո կյանքում կենթանանում է Պողոս առաքյալի խոսքը, որ ասում է ես մեռած եմ, ես էլ չկամ, ապա Քրիստոսն է, որ բնակվում է իմ մեջ։ Իսկ ինքը Քրիստոսին չի կարա սպանի, որտեղ ինքը արդեն իսկ Քրիստոսից պարտված է։ Երբ որ դու դժվարության միջոցով ես անցնում, երբ որ նեղության միջով ես անցնում, ինքդ մոտ քեզ հարցրու, ինչքան եմ ես մահացած սրա համար։ Արդյոք ես Տերի վկայությունը շատ սիրուն է, արդյոք այն ինչի համար, որ ես աղոթում եմ, այն ինչ որ ես ուզում եմ, դա Աստծուց բարձր թե ծածր։ Եթե դու դնում ես իրան ինչ-որ միտեղ քո կյանքում բարձր, նշանակում է դու դեռ չես մահացել, որտեղ մահացած մարդը կարիք չունի, մահացած մարդը մեկ բանի կարիք ունի՝ հարության։ Եթե դու մահացած ես, ապա դու հարության կարիք կունենաս։ Եթե մահացած չես, դու տարբեր բաների կարիք կունենաս։ Այսօր ժամանակն է, որպեսզի մեզանից Աստված ստանա այդ օծությունը եւ մենք սովորենք մահանալ։ Եկեք մահանանք մեր կարիքների, մեր գիրքերի, մեր ցանկությունների համար, մահանանք այս աշխարհի համար եւ թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր մեջ գործի։ Եվ ասում է, իրան նաեւ օգտագործում էին խումբի մեջ եւ խումբը ինքը նաեւ աղոթքի նշանն է։ Ես ուզում եմ, որ քո կյանքում մահանալու համար ամենամեծ բաղադրիչը լինի աղոթքը։ Ինչքան ես դու աղոթում։ Ինչքան ժամանակ ես աղոթքի մեջ անցկացնում։ Արդյոք դու աղոթքին տալիս ես քո կյանքում առաջ տեղը թե չէ։ Որն է աղոթքի քո կարիքը այսօր։ Մենք երբ որ աղոթք ենք անում, մի Աստծո ծառա հետաքրքիր մի օրինակ բերեց, ասեց շատերիս աղոթքը նման է սուպերմարկետի։ Մենք մտածում ենք ինչ նկատի ունի, ասում է մոտենում ես սուպերմարկետին, վերցնում ես միաձամբյուղ ու լցնում ես այնտեղ ինչ որ ուզում ես, մոտենում ես դրամարկղին ու ասում ես դե Հիսուս ջան, վճարի ես գնացի։ Մենք Աստծո տենց ենք մոտենում ենք դեր այս արա, շնորհակալություն ես գնացի։ Իսկ երբևէ մոտեցել ես իրան ասես, իսկ դու ինչ ես ուզում։
Գիտեք, օծված մարդը, օծության համար գին վճարող մարդը, երբ որ կանգնում է Աստծո առաջ, ասում է, Տեր, ինչ անեմ քո համար։ Ինչ ես ուզում։ Ես հիշում եմ մի օր, երբ որ կապանում էինք ու ծառայության մեջ աղոթի ժամանակ ասած մի աղոթ կարեցի, ասի Տեր, ուզում եմ քո սիրտը հասկանամ։ Ինչ ես գում այս ժամանակ մուսուլմանների համար էր աղոթում, ասում իրանց հանդեպ շատ ուժեղ լաց ստացի։ Ու այդ լացը այնքան ուժեղ էր, որ ես ինքս ինձ թափեցի, ասում Տեր Աստված, տղամարդը մեզ ինչ եմ անում, լացում եմ, ամոթա։ Բայց Տերն ասեց, ես լացում եմ, որովհետև իմ ժողովուրդը գնում է կորստի, իսկ դուք չեք ուզում գնաք իրանց հետևից։ Սիրելիներ, օծված մարդը դադարում է իր համար ապրել եւ ապրում է մենակ Քրիստոսի համար։ Ամեն։ Զմուրսից հետո հաջորդը գալիս է անուշահոտ կինամոնը, այսինքն ինքը մեր օրերում որպես դարչին են ասում։ Դարչինը նորից ինչ էին անում, արտաքին կոշտ կեղևքերում էին հեռացնում էին թողնելով միայն նուրբը, կեղևի վրի ծառի։ Եվ հետո դա դնում էին չորանում էր, ինքը կլորվում բարակ իմիկվա դարչին, կլորվում ծրմատ բարակ կեղև լինի։ Ինքը հատուկ բուրմունք էր տալիս և ուժեղացում էր, ինքը տաքություն էր բերում, քաղցրավուն էր դարձնում այդ լուծույթը և թույլ էր և նենց էր անում, որ էր հոտը ինքը ավելի շատ պահի իր մեջ և չեզոքան, այսինքն շուտ չցնդի են յուղը որ կա։ Ու ինքը իրան նորից օգտագործում էին, երբ որ ինչ-որ բժշկության մեջ կարիք ունեին իրան տաքացնող մի բան անեին, օգտագործում էին նաև դրան նորից բժշկության մեջ։ Եվ Տերը ուզում է, որ մենք կյանքում ունենանք օծության համար այս ամենը։ Տերը ուզում է, որ մենք տաքացնող մարդիկ լինենք, մենք համը պահողը լինենք, մենք օծության յուղը, հոտը պահողը լինենք։ Գիտեք, Կեթրին Կուլմանի մասին ասում է, երբ որ ինքը շենք էր մտնում, ամբողջ շենքը զգում էր, որ Կեթրինը տուն է եկել։ Արդյոք այնտեղը, որ ես հիմա գնում եմ, այդ հոտը տարածվում է։ Արդյոք այդտեղը մարդիկ զգում են, որ Արամն եկել է, թե ոչ մի բան չեն զգում։ Շատ ժամանակ անկեղծ եկեք լինենք, բռնացնում ենք մեզ նրանով, որ մարդիկ չեն էլ զգում, որ մենք այդտեղ ենք, իրանց կողքին ենք։ Ու իրանց այնքան ավելորդություն են թույլ տալիս, որ ամաչում ես, որ դու ընդեղ ես։ Իմ աղոթներից մեկը, որ ես հաճախ անում եմ տեստեղերում, ասում Տեր Աստված, օգնի ինձ, որ ես այստեղ ազդվողից ազդող դառնամ։ Ես չեմ ուզում ոչ մի իրավիճակի մեջ ազդվող լինեմ։ Գիտեք, Հիսուսը որտեղ որ գնում էր, ինքը ազդող էր։ Բոլորը հարսանիքների մասնակցել են, վստահ են։ Եվ հարսանիքի գլխավոր մարդը ով է, Արսնոփեսն, հետո քավորը, հետո ծնողները։ Բայց հետաքրքիր է մի հարսանիք կար, որ Կանայում էր կատարվում եւ այնտեղի գլխավոր հերոսը Հիսուսն էր։ Որովհետեւ ինքը չէր կարա լինել մի միջավայրում եւ այնտեղ կարևորը լինեին ուրիշ մարդիկ։ Սիրելիս, երբ որ դու լինում ես այդ անուշահոտ, այդ տաք մարդ, այդ ջերմություն բերող մարդ, այդ օծություն պահող մարդը, յուղ պահող, դու անհնարին է գնաս ինչ-որ մի տեղ, դու չդառնաս այնտեղ կարևոր մեկը։ Դու քո մեջ կրում ես այդ յուղը, քո մեջ կրում ես այդ տաքությունը, ջերմությունը, շատերն ասում են, չէ՞, այս մարդը ինչքան տաք մարդ է, գալիս է նա ինչ ջերմություն է բերում, բժշկություն է բերում, հենց դու գալիս ես, դու խոսում ես, մենք բոլորս խաղաղվում ենք։ Վստահ եմ լսել եք տենց վկայություններ։ Քո ներկայության մեջ եղել է դեպքեր, երբ որ ասում են, հենց դու գալիս ես, սա լռում են մի անգամից, էլ վատ բառեր չեն օգտվում, սխալ բաներ չեն անում, խոսակցությունները իրանց փոխում են։ Տերը մեզ սրա համար է կաչել։ Օծություն ունեցող մարդը այսպիսին է։ Օծությունը ինքը գին ունի, ու այդ գինը այսօր ես ու դու պետք է վճարենք։ Ու օծություն ունեցող մարդուն պետք է ամեն տեղ ընդունել եւ հարգել։ Որովհետեւ որտեղ որ դու գնացի, դու գնալու ես որպես Քրիստոսի դեսպան։ Գիտեք, երբ որ գալիս էր Հայաստան, Ամերիկայի դեսպանը կամ ինչ-որ մեկը, մենք բոլորս իրան ընդունում ենք, ինչի համար ենք ընդունում, որովհետև ասում ենք, սա եկել է իր պետության անունից։
Եվ որ օծություն ունեցող մարդը քայլում ու գնում է ինչ-որ միտեղ, բոլորն ասում են, սա օծված մարդն է եւ եկել է Տիրոջ անունից։ Այսինքն օծված, այսինքն կնքված, այսինքն Տիրոջ կնիքը նրա վրա է, ուրեմն եթե ինքը եկել այստեղ գործ ունի անելու, ես ընդունում եմ իրան։ Դու դրա համար ես կանչված։ Դու չես կանչված ուղղակի ժամանակ անցկացնելու համար։ Մենք պետք է դադարենք քրիստոնյաներ լինել ուղղակի շաբաթօրը հավաքելուց։ Երբ որ Մարտին Լյութերը հեղափոխությունն արեց, ասում է ինքը ինչ էր անում, Կիրակի օրը ժողովից հետո դուռը փակում էր բանալիով, ու ասում էր մեկ շաբաթ ստե ձեր ոտքը չտենան, մի շաբաթ որ եկաք մենակ չգաք։ Գնացեք այն ինչ որ ստացել եք, փոխանցեք։ Դու չես կարող չփոխանցես, քո էությունը փոխանցող է, Հովիվ Աչեն ասեց ավետարանը այսօր ավելի քան անհրաժեշտ է։ Ես ուզում եմ, որ մենք իրականում հասկանանք ավետարանը թե ինչքան անհրաժեշտ է։ Այս վերջերս մի տեղ էի գնացինք Երևանում, որ ուսուցքաբանական կենտրոնը կա, հետևում կա հատուկ խնամքի տուն, այնտեղ այն մարդիկ են գնում, ով հիվանդանոցից արդեն իրաց տուն են անում, դուրս են անում, ասում են գնացեք, այս մարդը մի շաբաթվա մեջ կմեռնի։ Ու քանի որ չեն կարող իր տուն տանեն, այդ հետևի տոնիկներն են տանում, ու այնտեղից ոչ մեկ դուրս չի գալիս։ Ու երբ որ գնացել են աղոթելու համար, հելել եմ ու ասում Տեր Աստված կներես մեզ։ Այստեղ ինչքան մարդը քո կարիքն ունի, ինչքան մարդը քո խոսքը պետք է լսի, ինչքան մարդը ապաշխարության կարիք ունի, դժոխք կա գնում, բայց մենք այսօր ապրում ենք մեր կյանքով ու մտածում ենք, ադե ավտոս լինի, տունս լինի, աշխատանքս լինի, գործս լինի, այս մատանին առնեմ, այս առնեմ, բզնոց առնեմ, լվաս, ես չեմ ասում դրանք սխալ են, բայց մենք դրանք մեր կյանքում այնքան ենք դարձրել առաջնային, որ մենք մոռացել ենք, թե ինչի համար է Տերը մեզ ընտրել։ Դու օծության մարդ ես, դու ընտրված ես, ես կուզեմ, որ դու սա միշտ ինքդ քեզ հիշացնես։ Հաջորդը անուշահոտ եղեգն էր, որը ինքը այդ եղեգների արմատներից էր, գետնի տակ էր, հավաքում էին, էլի չորացնում էին իրան ու չորացած արմատները էլի իմբիրն է, ասում են իրականում, ու իրան նորից էլի փշրում, մանրում, ծեծում էին և փոշիացնում էին, որ խառնեն դրա հետ, ու նորից նույն իմբիրը ինքը բժշկության մեջ շատ մեծ կիրառություն ուներ, ուժեղ հակաբորբոքային էր և իր մաշկը տաքացնող հատկություն ունի և ինքը, քանի որ արմատները իր տակն էր, խորհրդանշում է նաև խոնարհությունը, որ ինքը վերջեր այլ ինքը տակը խոնար էր, գնում էր ու իր տեսակ եղեգը հենց շատ ինքը չնայած իր վերևը շատ բարձր էր բարձրանում, բայց ինքը այդ արմատը շատ էր խոնարհում և ինքը աճում էր խոնավ վայրերում, ցածրադիր վայրերում և իր ցողունը շատ վերև էր բարձրանում։ Այսի խորհրդանշում է նրան, որ մենք կարիք ունենք շատ խոնարհվենք և մեր արմատները խորացնենք Տիրոջ մեծ։ Բայց միևնույն ժամանակ իր բարձրությունը այնքան բարձր էր, իր հարաբերությունը այնքան բարձր էր դեպի երկինք, որ այդ արմատները օգնում են իրան ավելի հեռու գնալ։ Սիրելիներ, օծության մարդիկ պետք է շատ խոնարհ լինեն և շատ աղոթքի մեջ լինեն և այնքան խոնարհ լինեն, այնքան իրանց արմատները խորը լինի Տիրոջ ներկայության մեջ, որ իրանց անունը ավելի կբարձրանա։ Տերն ասում է խոնարհվի իմ հզոր ձեռքի տակ և ես քեզ կբարձրացնեմ ժամանակին։ Գիտեք, երբ որ դու խոնարհվում ես, երբ որ դու խորանում ես Տիրոջ խոսքի մեջ, Տերը քեզ բարձրացնում է։ Ինչքանով ենք մենք Աստծո խոսքին ծանոթ, ինչքանով ենք մենք խորացած իր մեջ, ինչքանով է մեր արմատները ուժեղ ու ավելի խորը։ Գիտես, երբ որ դու բարձրահարկ շենք ես ուզում սարքես, ինչ ես անում, այստեղ մենք շինարարներ ունենք, հա, լավ ուժեղ հիմք ես տենում։ Բարձրահարկ շենքը առանց հիմքի չես կարող անել։
Տերն ասում է ոչ մեկ չի կարող տուն պատրաստել ավազի վրա, այլ պետք է ժայռի վրա։ Որտեղ ես դու քո տունը պատրաստում, որն է քո ժայռը, որն է քո հիմքը։ Մենք այնքան եկեք անկեղծ լինենք մեր օրերում մարդիկ դադարել են Աստծո խոսքը կարդալը։ Մարդիկ դադարել են ընդհանրապես իրաց արմատները խորացնել Աստծո խոսքի մեջ, ավելի Աստծուն մոտենալու մեջ։ Դավիթն ասում է, որ նմանատիպ մարդիկ Աստծո մարդիկ արոցված, նմանատիպ մարդիկ ասում են նման են նրան, որ իրանք տնկված են գետի աղբյուրի մոտ, գետի ափին, եւ իրանց պտուղը տալիս են ժամանակին։ Որտեղ ես դու տնկված, որտեղ է քո արմատները, արդյոք քո համար Տիրոջ գետերը ամենակարևոր տեղն է զբաղեցնում, արդյոք քո համար այս պահին ամենակարևոր բանը դա Աստծո խոսքը լսելն է, հոգու հետ հաղորդակցությունն է, արդյոք դու Սուրբ Հոգու ժամանակ անցկացնում ես թե չէ, եւ ինչքան ես անցկացնում ժամանակ։ Եվ վերջի բանը, որ կար այնտեղ, որ անում էին, դա Կասյան էր, էլի հնդկական դարչինն է այսօրը, ինքը նորից խոսում էր սրբության մասին, ինքը նորից կեղևից էին ստանում ու իր հաղորդը շատ նաև ավելի թունդ էր, ավելի կծու էր, ավելի սուր էր, որ իր հոտը տարածվող էր եւ իրան շատ նաև օգտագործում էին, թե բժշկության մեջ էին օգտագործում, թե օգտագործում էին նաև օծանելիքների մեջ, ինքը Աստծո զորության, հավատքի, ուժի խորհրդանիշն է։ Ինքը շատ սուր բան ուներ, հատկություն իր մեջ ուներ, որ համ բուրմունք ուժեղ տարածի, համ այդ բուրմունքին հատուկ ձևի ինքը քաղցրությունը կոտրում էր ու սուրություն էր տալիս։ Օծված մարդը ինքը շատ ուժեղ հատկություն ունեցող մարդ է։ Դու չես կարա թույլ ու տկար լինես։ Դու զորավոր մեկը պետք է լինես։ Գիտեք, այն կարգի զորավոր, որ երբ որ դու կանգնես, ձեռդ պարզես, երկինքը խոսա, արևը կանգնի եւ լուսինը կանգնի իր տեղում։ Աստծո ծառաներից մեկն ասում է, երբ որ Հեսուն իր ձեռքը պարզեց ու ասեց արև կանգնի քո տեղը եւ լուսին կանգնի քո տեղը, Աստված խնդաց, որտեղ իրականում ոչ արևն է շարժվում, ոչ լուսինն է շարժվում, երկրագունդն էր պտտվում, բայց Տերն ասեց իմ զավակը, քանի որ հավատքով աղոթք արե, ես իր ասածը կանեմ։ Կապ չունի դու ինչ աղոթք ես անում, երբ որ դու սրտե կանգնում ես Աստծո արքայության համար հռչակումներ ես անում, Տերը քո աղոթքին պատասխանում է։ Գիտեք, պատահական չի, որ ձեզ ասում են, որ եկեք միասին աղոթք անենք երկրի համար։ Ես կուզենամ հավատալ, որ երբ որ դու քո ձեռքը պարզես ու հռչակում անես, ոչ թե քո ցանկություններից ելնելով, ոչ թե քո կարիքից ելնելով, այլ Աստծո կամքի համաձայն, ժամանակ երկինքը կպատասխանի։ Սա օծության մարդու տեսակը։ Օծության մարդը, օծված մարդը ինքը իր կարիքը դառնում է Տիրոջ կամքը կատարելը։ Եթե հիշում եք Հիսուսը, երբ որ Սամարացի կնոջ հետ էր ու նստած էր Սամարացի կնոջ կողքին ջրհորի մոտ, խոսալուց ավետարանելուց հետո աշակերտները գալիս են Սամարացիքին արդեն գնացել է, ասեցին հաց ուտելու համար, Հիսուսն ասեց ես կերել եմ արդեն, որտեղ ինձ համար հացը ուտելը իմ հոր կամքը կատարելն է։ Իսկ ինչն է մեր համար հաց ուտելը նշանակում։ Որն է նշանակում, արդյոք իմ համար հաց ուտելը նշանակում է հոր կամքը կատարելը, թե նշանակում է ուղղակի իմ կամքը կատարելը, իմ ցանկությունները կատարելը։ Երբ որ դու բարձրացնում ես երկին քո ձեռքները, դադարիր քո կարիքների մասին խոսալուց, Տեր թող քո արքայությունը գա եւ թող քո կամքը լինի։ Այսպիսի աղոթք Հիսուսը մեզ սովորացրեց։ Տեր թող քո թագավորությունը գա եւ քո կամքը լինի։ Երբ որ իր կամքը գալիս է քո կյանքի մեջ, քո կյանքը դառնում է կատարյալ իր կամքի մեջ։ Գիտեք, երկնքում բոլորս գիտենք, չկա դառնություն, չկա հիվանդություն, չկա մահ, չկա սուտ, չկա մեղք, ոչինչ չկա, որովհետեւ երկնքում տիրում է կատարյալ Տիրոջ կամքը։
Իսկ երկրի վրա Տիրոջ կամքը բերողները ես ու դու ենք։ Ու երբ որ օծությունը գալիս է, այդ ամենը գալիս է, բժշկությունը։ Գիտեք, այս բոլոր տարերը իրանց մեջ հատուկ բան էին կրում, բժշկության մասնիկ էին կրում։ Օծությունը երբ որ գալիս է, ինքը բժշկում է, եւ Հիսուսը դրա համար է ասում, Ղուկաս ավետարան 4:18-ում ասում է, ես եկել եմ երկու բան, ավետարան քարոզելու եւ սրտով կոտրվածներին բժշկելու։ Դու կանչված ես, երբ որ Տիրոջ հոգին եկել է, Պենտեկոստեի ժամանակ ինքը քեզ օրհնել է, ինքը քեզ օծել է, ինքը քեզ յուղը տվել է ու տվել է մեկ նպատակով, որ դու ավետարան քարոզես եւ օծություն քեզանից բխի եւ բժշկես մարդկանց։ Ինչի համար ես օգտվում այդ օծությունից։ Ես ուզում եմ հարց տամ ինքներս մեզ, շատ լավ է, որ մենք լեզուներով աղոթում ենք, շատ լավ է, որ մենք Աստծո հետ հարաբերություն ունենք լավ, իսկ ինչի համար այդ ամենը։ Խիա Տերը մեզ այդ ամենը տվել, որպեսզի ես լավը լինեմ, որպեսզի իմ աչքերը կապույտ են դրա համար, չէ։ Նպատակը մեկն է, իր արքայությունը տարածելը։ Եկեք այսօրվանից փոխենք մեր մտածելակերպը։ Եկեք այսօրվանից մեր ուղղությունը փոխենք ու ասենք, Տեր, ես ուզում եմ, որ այս տարածքը քոնը լինի։ Ես չեմ քնի, ես դադարում եմ Աստծո մարդկանցից չեմ հիշում ում մասին է խոսում ու ասում է, երբ որ ինքը գնում էր ինչ-որ մի հատ նոր տարածք ծառայության, ասում է հրապարակում է շրջան էր գծում, նստում էր մեջ ու ասում է, Տեր, միջև ես քաղաքի ինչ չտես, ես ստեից չեմ այնել։ Ինչքան ենք մենք կանգնել Աստծո առաջ եւ ասել, Տեր, եթե մեզ ջահբախքը չտաս, մենք չենք գնա։ Մենք չենք հանգստանա։ Եթե այս մարդը կամ չգիտեմ, այս տարածքում մի բան չանես, ես վերջ Տեր, չեմ հանձնվելու։ Հակոբը ասում է ամբողջ գիշեր մարտնչեց ու ասեց, միջև ինչ չօրհնես, քեզ չեմ թողելու գնալ։ Սա օծված մարդու կերպար է, ու երբ որ դու նայում ես Հակոբի կյանքը, ինքը բոլոր դժվարություններն անցավ։ Իր կյանքը ամբողջովին ճզմոց էր, դառնություն էր, չգիտեմ, քերթել էր իրան, ամեն ինչ անում էին։ Հովսեփ իրան դավաճանեցին, եղբայրները վաճառեցին, գցեցին ստրկության բանտում, այս մարդիկ անցնում էին։ Ինչի համար, որպեսզի օծության յուղը դուրս գար, իրանք պետք է անցնեն այդ ամենի միջով։ Իրանք չէին կարող չանցնել։ Եվ Դավիթը ինչ արեց, Դավիթի մասին ասում է, եւ Տերն ասեց Դավիթին, Սամուելին, գնա եւ օծիր իմ համար նոր թագավոր, որտեղ ես Սաուլի մերժել եւ առաջի թագավորացում Տեր ասում Սամուելն առավ իր յուղի շիշը եւ նրա գլխի վրա ածեց եւ նրա համբուրեց եւ ասեց. Ահա Տերը քեզ իր ժառանգության վրա իշխանացեց։ Կնեկեսի Սաուլին էր Դավիթինը առաջի թագավորը 16-13 եւ Սամուելը յուղի երջուն առավ եւ օծեց նրան իր եղբայրների մեջ եւ այն օրից հետո Տիրոջ հոգին եկավ Դավիթի վրա եւ Սամուելը վեր կացավ գնաց Ռամա։ Գիտեք, բացի քահանաներից, որ Տերը հրաման էր տվել Մովսեսին, հետո օծում էին մենակ թագավորներին, ուրիշ ոչ մեկին։ Ու ասում է Դավիթը շատ իր եղբայրների մեջ շատ անտեսված մեկն էր, իր հորից անտեսված էր, իրան մոռացել էին անգամ խնջույք էին արել ու բայց Տերը իրան էր ու գուցե դու այդպեսին ես, գուցե դու զգում ես, որ քո կյանքում բոլորը քեզ անտեսել են, քո մասին մոռացել են, քեզ լքել են, ես ուզում եմ քեզ շնորհավորել, Տերը քեզ հավանել է, ինքը քեզ օծել է, ու քո կյանքում օծության յուղը կսկսի գործել, ասում եմ, երբ որ Սամուելը օծեց Տիրոջ հոգին իջավ նրա վրա։ Գիտեք ինչն է այդ հետաքրքիր, որ Սամուելի եւ Դավիթի մեջ տարբերություն ինչու՞ն է օծյալի։ Դավիթը օծյալ հարգող եւ պատվող է, իսկ Սամուելը օծյալը անարգող էր։ Ինքը իր կյանքում երկու օծյալի անարգեց։ Առաջինը անարգեց Սամուելին, ով ընտրված էր Տիրոջ կողմից, եւ ինքը զոհ իրավունք չուներ անել, Սամուելը պետք է աներ։ Եվ երկրորդը անարգեց Դավիթին, որ արդեն Աստված իրան օծել էր։ Օծյալը մարդը, օծություն ունեցող մարդը երբեք չի անարգում ոչ մեկին։ Ո՞ն համանավանդ Աստծո օծյալներին։ Գիտեք, Հովի Բաշեն ասեց,
իշխանավորների մասին։ Ես ուզում եմ ասեմ Աստծո խոսքը մեզ քաջալերում է եւ ասում է. աղոթեք ձեր իշխանության համար, որ ձեր երկրի օրերը լավ լինեն, բարի լինեն, այն երկրում որտեղ որ ապրում եք։ Մեր համար որպես քաղաքացի միգուցե մեկ չի, թե ով կլինի, որտեղ դες մարդկային մեր տեսակետներն ունենք, համոզմունքներ ունենք, բայց որպես հոգևոր առաջնորդ կապ չունի ով կանցնի, ես կանգնելու եմ, կապ չունի հիմա ով է, իմ սրտով է թե չէ ես կանգնելու եմ, որտեղ Տերն է ասել, սա օծյալի դիրք է։ Գիտեք, Դավիթը արդեն իսկ օծված էր Սավուղի վրա, Սավուղը դա չէր մտածում, որտեղ Տեր ասեց ես իրան միացրել եմ, հիմա Դավիթին եմ ընտրել։ Միգուցե Դավիթը դեռ չէր կանգնել այդ ֆիզիկական այդ պաշտոնի վրա, բայց հոգևոր դիրքում Տերը արդեն Դավիթին էր տվել թագավորությունը, որովհետև մենք տեսնում ենք Գողիաթի դեմ Սավուղը չհաղթեց, այլ Դավիթը հաղթեց։ Ինքը հաղթեց որպես թագավոր, որպես օծյալ եւ ընտրված։ Կապ չունի դու որտեղ ես, կապ չունի ինչ դիրքում ես։ Միգուցե դու Դավիթ ես, որ ընդամենը մեկին հաց ես ստանում, բայց ես ուզում եմ ասեմ Տերը քեզ օծվել է։ Ու թող քո օծությունը այսօր այն սկսի գործել քո կյանքում։ Ես ուզում եմ, որ օծության յուղ այսօր քո կյանքում սկսի կենթանի ձևով գործել եւ վերջի համարը, որ ուզում եմ կարդամ եւ աղոթենք, դա առաջի Պետրոս 2:9-ի համարն է։ Պետրոս ասում է, բայց դուք ընտիր ազգ եք։ Սա մեզ ասում։ Թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ։ Երկու բառն է այստեղ ասում։ Ասում դուք ընտիր ազգ եք եւ թագավորական քահանայություն։ Դուք ուղղակի քահանաներ չեք։ Հին կտակարանում, եթե օծման յուղը մենակ պատկանում էր քահանաներին եւ թագավորներին, եւ նրանք բոլորն էլ տարբեր մարդիկ էին, Տերը այսօր մեզ այդ ամենի մեջ մեկա դարձրել։ Մենք թագավորական քահանաներ ենք, նշանակում ենք մենք ունենք նաեւ կրկնակի օծություն։ Ու այսօր ժամանակն է որպես քահանաներ կանգնենք Տիրոջ առաջ եւ որպես թագավորներ առաջնորդենք իր ժողովրդին։ Սրա համար է մեզ Տերը կանչել։ Սրա համար է մեզ ինքն իր օծության յուղը տվել։ Չի տվել, որ մենք ուղղակի անփույթությամբ ապրենք։ Ես ուզում եմ, որ ամեն մի կաթիլը ձեր կյանքի, որ դուք անցնում եք, որը անուշաբերություն է, որը յուղ է, որը չգիտեմ համա տալիս այդ օծության յուղին, դուք իրան արժեք տաք այսօր։ Գիտեք, այդ բոլոր հինգ բաներն է շատ թանկանոց բաներ են։ Իրանք ոսկու արժեք ունեն։ Երբ որ Հիսուսին բերեցին, գիտեք, մոգերը ուղղակի չբերեցին ոսկի արծաթ եւ զամուսա, Իրանք բերեցին բաներ, որ Հիսուսի ամբողջ կյանքում օգտվելու էր։ Հիսուսը ես մտածում եմ, որ իր մայրը, իր հայրը այդ ամենը վաճառում էին եւ ուղղակի Հիսուսին այդ գումարի միջոցով մեծացնում։ Շատ էր այդ ամենը, շատ թանկարժեք էր։ Սրանով ուղղակի մեկ բան ցույց տալու։ Իմ որդիս ու թանկեսից համար։ Այսօր Տերը ասում է, եթե քեզ ընտրել է, եթե քեզ օծել է, դու թանկես իր համար։ Դու սրան ուշադրություն դարձրա։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք, միասին աղոթենք։ Ու ես ուզում եմ